Մեկնարկել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն, կայացել է Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրտելուի առանձնազրույցը։ Հայաստանի եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարարների քննարկումը շարունակվել է ընդլայնված կազմով հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը եղել եւ մնում է հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին եւ նշել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստորագրել համաձայնեցված պայմանագիրը, ինչը կարող է բեկումնային դառնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին։ Արտաքին գործերի նախարարը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը գնահատում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ իրավիճակը ապա էսկալացնելու անհրաժեշտություն կա եւ այս կապակցությամբ Հայաստանը մի շարք առաջարկություններով է հանդես եկել, այդ թվում սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Փոխնախարարի խոսքով Ադրբեջանի կեղծ հայտարարությունները դրականորեն չեն ազդում։ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մեկնաբանելով Հայաստանի ազգային ժողովում Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։ Նա նշել է, որ ծանոթացել է օրենքի տեքստին, հավելել՝ դա Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը։ Սյունիքի ճանապարհին Արարատի մարզում դեսպանն այցելել է նորաբաց GTB Steel գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում եւ որի գործունեությունը երկուստեք շահեկան է երկրների համար։ Այս ընթացքում դեսպան Քվինը նաեւ զրուցել է բնակիչների հետ, վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Մարտի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ելույթով հանդես է եկել Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին։ Նա նշել է, որ 3 տարվա ինտենսիվ բանակցությունների արդյունքում 2025 թվականի մարտի 13-ին Հայաստանը պատրաստ է ստորագրել համաձայնագրի վերջին տարբերակը։ Աբիսողոմոնյանը հստակեցրել է, որ փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է հարթելու տարածաշրջանային խաղաղության համար եւ նշել, որ Ադրբեջանի պահվածքը հիասթափեցնող է։ Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը ընդունելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ։ Որպես Հայաստանի կառուցողականության միակողմանի ապացույց Ադրբեջանը պահանջում է Մինսկի գործընթացի կառույցների դադարեցում, չնայած այն փաստին, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը մի շարք առիթներով ի ցույց է դրել իր կառուցողական մոտեցումը։ Նրանք նաև պահանջում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացում։ Եզրափակելով ելույթը Աբիսողոմոնյանը ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ առաջարկում է ադրբեջանական կողմին սկսել խորհրդակցություններ փաստաթղթի ստորագրման ժամկետների եւ վայրի շուրջ։ Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականները հայտարարություն են տարածել, որով միացել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին։ 2025 թվականի 12-րդ շաբաթվա տվյալների համաձայն Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում։ Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ մարտի 17-ից 23-ը դիմել է 7866 բուժառու, դեպքերի 75.9%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են։ Խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժությամբ, հատկապես չօգտագործել հակաբիոտիկներ։ Անհրաժեշտ է պարբերաբար մաքրել եւ ախտահանել տան, աշխատավայրի մակերեսները, օդափոխել տարածքները։ Անկարայում ոստիկանություն արդյունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ուսանող աջակիցներին ցրելու համար։ Մարտի 27-ի առավոտյան ցուցարար ուսանողները փորձել են երթ անցկացնել եւ հավաքվել Մերձավոր Արևելքի տեխնոլոգիական համալսարանի դարպասների մոտ, հայտարարելու Իմամօղլուին աջակցելու մասին, սակայն նրանց դիմավորել են հատուկ տեխնիկայով համալրված ոստիկանական ուժերը։ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան Համաս շարժման խոսնակ Աբդել Լաթիֆ Ալ-Կանուան, հայտնում է Reuters-ը։ Գազայի հատվածի հյուսիսում մարտի 26-ին Իսրայելի հարձակման ժամանակ առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնում է Ալ Ջազիրան։ Հրատարակությունը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոցներ տեղափոխված տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։